Ինքնական կառույցների օրինականացումը մեր օրերում շատ կարևոր խնդիր է, քանի որ Հայաստանի Հանրապետությունում ունենք բազմաթիվ չօրինականացված շինություններ, ինչպես քաղաքացիների սեփականությամբ պատկանող հողամասերի վրա, այնպես էլ համայնքային ընդհուպ այլ անձին պատկանող հողամասի վրա։ Ինչպես այս իրավիճակը ստեղծվել տարիների ընթացքում, ով ինչ հողամաս հասցրել, այսպես ասած, զավթել ու կառույց է իրականացրել դրա վրա։ Պետությունը փորձում է իմ գնահատմամբ լուծել երկու կարևորագույն հարց։ Նախ իրավական հստակություն ստեղծել, որոշակություն ստեղծել շինությունների դաշտում սեփականության գրանցումների հետ կապված հարցերը լուծի, նաև լուծվում է այն հարցը, որ բազմաթիվ քաղաքացիներ փաստացի ունեն սեփականություն, որոնք օրինականացված չեն, հետևաբար չունեն այդ քաղաքացիները նաև գույքահարկ վճարելու պարտականություն։ Ինքնական կառույցների օրինականացումը իրականացվում է համայնքի ղեկավարի որոշմամբ, կոնկրետ այն համայնքի, որտեղ գտնվում է ինքնական կառույցը։ Իհարկե, նաև կա դատական կարգով հարցը լուծելու հնարավորություն այն դեպքերում, երբ որ համայնքի ղեկավարի որոշմամբ կառույցի օրինականացում չի ստացվում, բազմաթիվ են նմանատիպ դեպքերը, եթե քաղաքացիները այդպիսի խոչընդոտի են հանգում, այո, նրանց իրավունքների պաշտպանության միայն եղանակը դատական կարգով է իրականացվում։ Օրինակ, նոր փոփոխություններով ինքնական կառույցների օրինականացման գործընթացը երկարացվել է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։ Հողի սեփականատար, օրինակ համայնքը, եթե դա համայնքի հողի վրա է կառուցված, իրավունք ունի ապամոնտաժի իր միջոցներով ու ինքնական կառույցը իրականացրած անձից պահանջի վնասների հատուցում։ Նաև տուգանքներ են վրա հասնում, Վիվոն հստակ նախատեսում է ինքնական կառույցների դեպքում արդեն միլիոնների հասնող տուգանքներ, թեև սկզբնապես 200,000 դրամի մասին էր խոսքը։ Հիմա նվազագույնի, եթե քաղաքացին իր հողամասի վրա է ինքնական կառույց իրականացրել, 750,000 դրամն է նվազագույնը դիտարկում, 750-ից մինչև 1.5 միլիոն։ Իսկ եթե խոսում ենք համայնքային կամ այլ անձին պատկանող հողամասին, ըստ դեպքում 2-ից 2.5 միլիոն, եթե երկրորդ անգամ կրկնում, այսինքն նախազգուշացնելուց առաջ անգամ տուգանվելուց հետո քաղաքացին չի վերացնում, հետևանքների չի ապամոնտաժում կամ շարունակում է կառուցելը, այս դեպքում արդեն տուգանքի չափը ընդհուպ մինչև 3 միլիոն կամ 7 միլիոն կարող է հասնել։ Չափանիշները նախատեսված են քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով եւ 2006 թվականին կառավարության կողմից ընդունված 912 գիծեն որոշմամբ։ Սա հիմնական հարցը կարգավորող որոշումն է։ Այստեղ հստակ բոլոր ընթացակարգերը, անհրաժեշտ փաստաթղթերը թվարկված են։ Հիմնականում process-ի ամենաառաջին քայլը դա ինքնական կառույցի կադաստրում հաշվառման իրականացնումն է։ Իրականում, որ մենք ասում ենք ժամկետները երկարացվել են, հենց խոսում ենք սա նոր փոփոխություն, այս նոր փոփոխության ժամկետի երկարացման մասին, որովհետև նախկինում փոփոխություններով շատ կարճ ժամկետ տրվեց քաղաքացիներին իրենց ինքնական կառույցները կադաստրում հաշվառելու ու ժամկետի լրանալուց հետո արդեն ավտոմատ եղանակով կադաստրը զրկվում էր հաշվառման հնարավորությունից, եթե դա նույնիսկ քաղաքացուն մեղքով չէր եղել, բաց թողումը։ Հիմա առաջի քայլը քաղաքացու կողմից ինքնական կառույցի համապատասխան մասնագետի կողմից չափագրման իրականացումն է, այսպես ասած գեոդեզի իրականացումն է, ու հենց մասնագետի կողմից կադաստր տվյալների մուտքագրումը ու հաշվառման համար ստանալը, որից հետո նոր քաղաքացին պետք է անցնի հաջորդ process-ների իրականացմանը։ Հավաքի անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք ինքը իր մոտ ունի, պետք է համապատասխան դիմումով արդեն ներկայացնի չափագրումները եւ լրացուցիչ այլ փաստաթղթերը, եթե իր մոտ առկա են, համայնքապետարան։ Արդեն մնացած գործընթացները, եթե անհրաժեշտություն կա ինչ-որ համապատասխան ոլորտի մասնագետների, օրինակ անվտանգային, հակահրդեհային նորմերի հետ կապված, քաղաքաշինական նորմերի հետ կապված, սա արդեն տվյալ համայնքը պետք է դիմի իրավասու մարմնին եզրակացությունը ստանալու համար։ Եթե կառույցը մասամբ է ինքնակամ, դա եւս հնարավոր է օրինականացնել, որովհետեւ նոր փոփոխությունները, որի մասին մենք խոսում էինք, ոչ միայն ամբողջական ինքնակամ կառույցին է վերաբերում, այլ դրա հատվածին, այսինքն իրավական կարգավորումները հնարավորություն են տալիս ինքնակամ համարվող ինչ-որ հատվածի օրինականացումը եւս իրականացնել։ Ոչ բոլոր ինքնակամ կառույցներին են հնարավորություն տալիս օրինականացնել։ Հստակ նշվում է, որ մինչև 2021 թվականը կառուցված եւ օրթոֆոտո հատակագծերում, օրթոֆոտո լուսանկարներում երևացող կառույցների մասին է խոսքը։ Այսինքն պետք է ներկայացվեն իրավական փաստաթղթեր
փաստաթղթեր առ այն, որ մինչև 2021 թվականն են դրանք կառուցվել, պետք է ներկայացվի համապատասխան չափագրումները, եթե ունի այլ փաստաթղթեր քաղաքացին, գույքի այդ հողամասի հետ կապված, դրանք իր անձնագիրը, դիմումը ու արդեն հետևի իրավասու մարմնի, այսինքն համայնքի լրացուցիչ պահանջներին։ Եթե համայնքը ներկայացնի լրացուցիչ փաստաթղթի պահանջ, արդեն համապատասխան փաստաթղթը ինքը եթե հնարավորություն ունի ձեռք բերելու, ձեռք կբերի։ Եթե կառույցը շատ վաղ է կառուցվել ու որևէ փաստաթուղթ չի պահպանվել, մենք ունենք մի շատ հետաքրքիր կարգավորում, որը հնարավորություն է տալիս չպահպանված փաստաթղթով շինությունների նկատմամբ վերականգնել սեփականության իրավունք։ Սա համայնքի ղեկավարին է վերապահված այս իրավասությունը, թեև շատ քիչ կիրառություն ունի իրականում Հայաստանի Հանրապետությունում, որտեղ երևի տեղեկացված չեն քաղաքացիները, բայց այո, կա նմանատիպ իրավական կարգավորում, որը հնարավորություն է տալիս համայնքի ղեկավարին իր որոշմամբ չպահպանված փաստաթղթով գույքերի նկատմամբ իրավունքի վերականգնման որոշում կայացնել։ Բայց քանի որ մենք այստեղ խոսում ենք ինքնակամի օրինականացման մասին, այսինքն գույքի մասին, որը ի սկզբանե չունի փաստաթղթեր, մեզ համար միայն ամենակարևոր պայմանը այն է, որ դա արտացոլված լինի մինչև 2021 թվականի օրտոֆոտո հատակագծերում։ Մնացած գործընթացները արդեն իրավունք հաստատող փաստաթղթի արտահայտություն չեն պահանջում։ Չօրինականացված ինքնակամ կառույցը հնարավոր չէ նվիրել եւ վաճառել, քանի որ նվիրելը եւ վաճառքը դրանք գործարքներ են, պայմանագրեր են, դա սեփականատիրոջ իր գույքը տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու, այսինքն տնօրինչական գործողություն է ենթադրում, դրա ճակատագիրը որոշելու, դա իրավաբանական գործընթաց է։ Հետևաբար տվյալ գործարքների իրականացման համար, պայմանագրերի կնքման համար ցանկացած նոտար, այդ թվում պահանջելու է իրավունք հաստատող փաստաթուղթ, այսինքն սեփականության վկայական առնվազն կամ ինչ որ օրինակ սովետի ժամանակ падգամավորների խորհրդի կողմից կայացրած որոշում, որը հիմք է տալիս օրինակ ժառանգության ընդունման համար, բայց եթե մենք խոսում ենք ինքնակամերի մասին, ապա ոչ, իրավաբանական տեսանկյունից, որը իրավական գործարք, այդ թվում նվիրատվություն եւ առողջարկ չի կարող լինել։